Տրիպը մեր ամենից մեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Տրիպը ներդրումային խոշոր ծրագիր է, որը իհարկե անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ։ Դա հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Այդտեղ ոչ մի սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար չի կարող, որևէ մեկը չի կարող նկարագրել սպառնալիք, որ դա կարող է առաջանալ դրա արդյունքում։ Ընդհակառակը նոր հնարավորություններ եւ եկամուտներ։ Այս ֆորմատով հայկական շահ այստեղ չի երևում ընդհանրապես։ Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, այլ դառավ կիսակողմ։ Բազմամիլիոն, 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Հասկանում եք, այդ հեքիաթները 42 կիլոմետրի վրա միլիարդ ներդրման համար այդ ասֆալտը ոսկուց պետք է լինի։ Կամ երկաթուղու բաները, այդ ռելսերը ոսկուց պետք է լինի։ Բայց առնվազն տրանզիտի համար Հայաստանի Հանրապետությունը եկամուտներ չէ ստանալու, որոնք չնչին են։ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է։ Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհակական խոշոր շահերի բախման կետում։ Ինքնիշխան որևէ գործառույթի արտապատվիրակումը բացառում է այդ շրջանակը։ Ես անկեղծ ասած չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահ։ Ոնց կարա Միացյալ Նահանգները տնտեսական շահ չունենա։ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունեն։ Եվ այս հետաքրքրությունը կապված է մենք հանգամանքի հետ, Իրան։ Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ։ Ուրիշ բացատրություն տրամաբանական ուղղակի չկա։ Բոլոր իր որոշումները ունեն տնտեսական հիմնավորում, որովհետև Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումը, բարեկեցությունը եւ սրա համար անհրաժեշտ իհարկե նաեւ անվտանգությունը առաջնահերթություն են նախագահ Թրամփի համար, ինչպես բոլոր երկրների ղեկավարների համար։ Հայաստանը այս ծրագրում իր 26%-ով ասենց ասեմ կարա միանա խուլ ու խամրերի միությանը, աշխարհակահաղական։ Կարծում եմ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են։